Այն փուլում, երբ տպավորություն էր, թե Վաշինգտոն-Թեհրան ոչ ուղիղ բանակցությունները կարող են հասնել նպատակակետին ու միջուկային ծրագրի շուրջ խաղաղ համաձայնություն կարող է լինել, կողմերը տեղեկացնում են, թե հետաձգվել է բանակցությունների 4-րդ փուլը։ Ասում են, պատճառները տեխնիկական են։ Այսօր էին նախատեսված այդ բանակցությունները։ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում 3 բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։ Նախքան կսկսվեր երկխոսությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել։ Իրանը շարունակում է համագործակցության ժեստ անել, բայց նաև ակնարկել ճնշումներին կուլ չեն գնալու։ Իրականում մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար եւ հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ եւ կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը։ Այս ամենի ֆոնին Վաշինգտոնը սրում է հռետորաբանությունը ու չի դադարում զինել Իսրայելին։ Ուշագրավ է, որ բանակցությունների, այսպես ասենք, դանդաղելը բխում է հենց իսրայելական շահից, որը հարմար առիթի է սպասում ու ամերիկյան կանաչ լույսի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։ Այստեղ փորձագետները պատահական չեն համարում նաև Իսրայելի վարչապետի առաջիկա այցը Բաքու։ Գնում է հասկանալու, թե Ալիևը որքանով է իր հետ, իր կողքին։ Փոխադարձ շահերն այստեղ անհաշվելի են, եթե Իրանը տեղի տա ճնշումներին, ապա դա ձեռնտու է ոչ միայն Թել Ավիվին, այլ նաև Բաքվին ու Անկարային եւ դրամաբանորեն դեմ է Երևանի շահերին։ Իրանի հետ մեր շահերը բնական են, այսինքն Իրանի ցանկացած խնդրահարույց իրավիճակ, ցանկացած հարված Իրանի դեմ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև Իրանի թուլացումը կարող է ազատել տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքերը։ Ոչ թե բանակցությամբ, այլ բախումներով հարցը լուծելու սցենարի դեպքում խիստ կանխատեսելի է նաև Ալիևի վարքը։ Նա, որ վաղուց է սպասարկում Թել Ավիվի շահերը, դա չի անում պարզապես անպատասխան։ Այստեղ փորձագետներն ասում են, նրա մեծախորժակը Զանգեզուրի միջանցքն է։ Ադրբեջանի նախագահը խաղաղության գործընթացը Հայաստանի հետ հետաձգում ու ամեն օր շունչը պահած է սպասում տարածաշրջանում այնպիսի խառնաշփոթի, որն իր համար հարմար պատուհան կբացի Հայաստանի ինքնիշխան պետության վրա սադրանք հրահրելու։ Եթե Իրանը զբաղված լինի ամերիկա-իսրայելական ճակատով, ապա պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի դեմ դիմադրության ալիքը անհամեմատ փոքր կլինի։ Ադրբեջանը այս իրավիճակում կարծում եմ օգտվելու է առիթից եւ եթե ոչ պաշտոնական հայտարարություններին տեղի տանք, կտեսնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նաեւ Իսրայելի միջոցով փորձում է հնարավորինս մերձենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչախմբի հետ եւ փորձում է վաճառել այն գաղափարը, որ եթե Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի վրա եւ կարողացավ ոչ միայն Միջանցքի տրամաբանության մեջ, այլ առհասարակ Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում հաջողության հասնել, դա նաև բխում է Միացյալ Նահանգների շահերից, դրանով Իրանին ուղիղ հարված է հասցվում։ Ամերիկյան այս մեծ խաղը ուղիղ կապ ու ազդեցություն ունի Հարավային Կովկասի վրա։ Տարածաշրջանի բոլոր խաղացողներն են լռում ու շունչը պահած սպասում, թե իրադարձությունները ինչպես կծավալվեն։ Դրանից են կախված նոր դիրքավորումները, նոր ծրագրերը։ Դրանից է կախված, թե այս դիվանագիտությունից ով ինչ բաժին կստանա։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։